Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը Փանիկ եւ Քարաբերդ համայնքներում ձևավորված ընտրական տեղամասային հանձնաժողովների նախագահներին ու անդամներին տալիս է վերջին ցուցումներն ու հրահանգները։ Անհրաժեշտ է, որպեսզի մենք առանց սկանդալի, առանց լարվածության կարողանանք անցկացնել ընտրությունները։ Ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահներին տրամադրվեցին քվեարկության համար անհրաժեշտ պարագաները՝ քվեաթերթիկներ, ծրարներ, կնիկ, քվեատուփ, քվեախցիկ, ուղեցույց եւ այլն։ Փանիկի առաջին ընտրատեղամասում ըստ ընտրացուցակների քվեարկությանը կմասնակցի 1163, իսկ երկրորդում 1034 ընտրող։ Փանիկում կա նորմալ մրցակցություն եւ Փանիկի 9 ավագանիների տեղի վրա տեխնազուները 14-ն են։ Քարաբերդում ընտրողների թիվը 840 է։ Նշված համայնքներում ավագանու անդամների տեղի համար մրցապայքարը ոլորտի պատասխանատուները բնական ունեն համարում։ Փանիկում 9 տեղի համար կպայքարի 14, իսկ Քարաբերդում 5 տեղի համար ավագանու 6 տեխնացու։ Վերջի ընտրություններին կաշխատեմ, որ անպայման լինի մաքուր, արտահ, թափանցիկ։ Ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահներին հետաքրքրում էր նաև այն հարցը, թե քվեարկության ընթացքում ինչ կերպ են վարվելու այն ընտրողների հետ, ովքեր անձնագրի փոխարեն կներկայանան նույնականացման քարտերով։ Ինչ անենք, որ պեչատել չի լինի, ոչ մի բան։ նույնականացման քարտի վրա ոչ չի խփվում։ Ոչ մի պեչ։ Նույնականացման քարտի հետ ուրեմն չի խփվել։ Բա այդ քաղաքացին կարող է մի քանի անգամ փակալու իր քարտը օգտագործել։ Քաղաքացին չի կարող մի քանի անգամ օգտագործել, որովհետև արդեն մենք փորձ ունենք եւ խնդրեմ ամշավանը մի քանի անգամ փոխարեն մի անգամ փորձեց եւ կերավ բավականին մեծ դուժեր եւ տուգանքներ։ Թերացումներ թեկուզ նույն անձնագրի մեջ էլ կնիկ շփի թերացումներ հնարավոր չի անել, եթե հանձնաժողովը ուշադիր լինի։ Թե նույն մարտի եկավ, դիմացը գրանցեց, փաստաթղթը տվեց, գնաց ընտրեց, երկրորդ անգամ եկավ, նույն անձնագրով, նույն մարտու դիմացը ոնց կարող է ընտրել նորից բուլետին ստանալ։ Նույնականացման քարտի վրա հասցրել չկա, որովհետեւ մարդը մի քիչ դու այդ քաղաքին է վերաբերվում, գյուղերում դա հիմնական չի վերաբերվում, բայց քաղաքներում մեծ համայնքներում եթե հասցե կա, պասպորտների մեջ ցույց, իսկ նույնականացման քարտի մեջ չկա այդ հասցեն։ Դրա համար հարկավոր է բոլորին հատուկ ուշադրություն սևեռել, որ տեսնեն, որ այս ինչան է քվեարկում են նույնականացման քարտը։ Թիվ 33 ընտրատարածքում եւս քվեարկության պարագաների բաշխման գործընթացն է իրականացվում։ Այս ընտրատարածքի երկու համայնքում՝ Զառիշատում եւ Մուսայելյանում, տեղի կունենա համայնքի ղեկավարի, իսկ 3-ում Կրաշեն, Հայկավան եւ Մարմաշեն ավագանու անդամների ընտրություն։ Առանձնապես թեժ պայքար չկա, Զառիշատում գործող գյուղապետն է միակ տեխնազուն մնացել, ով որտեղել էր հանել իր տեխնազությունը, պայքար կա Մուսայելյանում, ու զգացվում է պայքար Մարմարաշենում ավական ընտրություն են 10 հոգի են առաջադրել ավականներ։ Ես իմացա հետաքրքրվել եմ բավականին լուրջ պայքար սպասում։ Ու ընդհանրապես էսպես է, որտեղ կա մրցակցություն, այնտեղ բնականաբար ակտիվության մակարդակը բարձր է։ Ըստ ընտրացուցակների Զառիշատում քվեարկությանը կմասնակցի 56, Մուսայելյանում 292, Հայկավանում 976, Մարմաշենում 1411 եւ Կրաշենում 213 ընտրող։ Ընտրատեղամասային կենտրոնների համապատասխան գույքով կահավորվելուց հետո քվեաթերթիկները հանձնաժողովի 3 անդամների կողմից կստորագրվեն եւ պահ կտրվեն չհրկիզվող պահարանում։ Հունիսի 7-ի վաղ առավոտյան դրանք կբացվեն, իսկ ուղիղ ժամը 8-ին կմեկնարկեն ընտրությունները։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։